Բարի երեկո բարեկամներ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում մայրաքաղաք ծրագրի հերթական թողարկումն է։ Մենք պատրաստ ենք առաջիկա 2 տասնյակ րոպեների ընթացքում կիսվել ձեզ հետ մայրաքաղաքային նորություններով։ 2 օր առաջ մայրաքաղաքում տեղացած Արադ ձյունը գուցեև անսպասելի էր բնակչության համար, բայց ոչ քաղաքային իշխանությունների։ Ստեփանակերտի քաղաքապետարանին կից գործող Սան Մաքրում եւ բնակ շահագործման տնտեսություն ընկերությունների աշխատակիցները ողջ գիշեր աշխատել են, որպեսզի առավոտյան ստեփանակերտցիները տեղաշարժման խնդիր չունենան, մաքրվել են մայթերը, աղցանվել փողոցներում, իսկ օրվա ընթացքում շարունակվում էին աշխատանքները։ Հավանաբար ոչ բոլորն են հավատում եղանակային կանխատեսումներին եւ դրանք էլ հաճախ հեռու են լինում իրականությունից, բայց օրեր առաջ Ստեփանակերտում տեղացած ձյունը անակնկալի չբերեց մայրաքաղաքի մաքրության համար պատասխանատու ընկերություններին։ Աշխատակիցները նախապես զգուշացված էին եւ հենց գիշերվանից սկսել են ձյան մաքրման աշխատանքները։ Սկսել ենք գիշերը 1:30, մինչև հիմա էլ աշխատում եմ, ոնց որ տեսնում եք, դուրս են եկել մեր 2 տեխնիկան, ձնահավաք աղցան ավտոմեքենաները։ Ձյունը մաքրելուց հետո աղցանել են, մինչև հիմա էլ աշխատում են։ Բացի դրանից մեզ տրամադրել են քաղաքաշինության նախարարությունից 3 հատ GCB տրակտոր, մագնիսի տրակտոր եւ մի հատ սամասվալ, երևի ժամը 2-ից հետո էլի նոր ինքնաթափ ավտոմեքենաներ կտրամադրեն ձյունը քաղաքից հանելու համար։ Հիմնականում աշխատում են քաղաքի կենտրոնական մասերը, ծայրամասերը արդեն դեպի Ուլբաբյան կրկժան տանող թաղամասը մաքրած է, երթևեկելի մասերը ամբողջ քաղաքում անցալի է, տեխնիկա հիմա այս դուրությամբ 2 հատ աշխատում են Գարեգին Նժդե փողոցում, մի հատ Արտուր Մոկրչյան փողոցում եւ ստեղ Վազգեն Սարգսյան։ Համակարգիչների միջոցով արդեն իմանում ենք ձյունը երբ է գալու։ Տրամը գիշերը պատրաստ ենք, ամբողջությամբ ենք հիմնարկում 1:30։ Մեր հավաքարարները ժամը 2-ից հետո նորից դուրս կգան մայթերը մաքրելու։ Բակերներ են աշխատում, այս դուրությամբ երևի արդեն պրծած երևի վերջացրած կլինեն, բայց էլի նորից 2-ից հետո նորից դուրս են գալու բակը։ Մարդկային ռեսուրսի հետ մեկտեղ գործի է դրվել նաև տեխնիկան։ Կարևոր է շուտապույտ մաքրել մայթերն ու փողոցները, որպեսզի ձյունը չվերածվի սառույցի շերտի։ Իսկ հավաքած ձյունը բեռնատար մեքենայով տեղափոխվում է հանձնաժողովի կողմից նախապես որոշված վայր։ Քաղաքի ձյունը հավաքելով մեր ինքնաթափ ավտոմեքենաները տանում են Նաբերեժնի փողոցում տեղ կա, ստեղծված հանձնաժողովը միջև ձյունը գալի 2 շաբաթ առաջ։ Տեղը որոշել ենք եւ այդ ինքնաթափ ավտոմեքենաները ձյունը տանում են թափում։ Хочу сказать, что вроде все в порядке в городе, учитывая тот момент, что мы заранее знали, что будет такая погода, что сегодня выпадет снег. Ну, как можно увидеть вокруг, дороги расчищаются, снег разгребается, никаких таких проблем вот пока не наблюдается. Со светом все в порядке, интернет на месте. Мне кажется, в первую очередь людей это больше всего беспокоит. А так, погода довольно неплохая, не очень скользко. Ну, зима, это, наверное, очень нормальная реакция погоды. Я вообще люблю Степанакерт с любой погодой. Да, конечно, это совсем другая атмосфера, почему бы и нет. Совсем уже другое настроение. Քաղաքապետարանի կողմից յուրաքանչյուր տարի տարվում է բացատրական աշխատանք, բաժանվում են թռուցիկներ բոլոր հիմնարկ ձեռնարկություններին, հասարակական նշանակության օբյեկտներին, իրեն շրջակա տարածքը ձյունից շուտապույտ մաքրելու զգուշացմամբ։ Բայց միշտ չէ, որ հետևում են զգուշացումներին, այդպիսով վտանգելով բնակիչների անվտանգությունը։ Քաղաքապետարանը պատասխանատու է հիմնականում փողոցների, մայթերի ու բակերի համար։ Տեղացած ձյունից 2 օր անց մեր մայրաքաղաքի որոշ հատվածներում էլ դեռ շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները։ Դրանք հիմնականում մայրաքաղաքի այն փողոցներն ու այն հատվածներն են, որտեղ ձյունը հասցրել է սառել։ Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են եւ ամեն բան արվում է, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից։ Ասում են այս ձմեռ ձյունառատ է լինելու։ Սիրելի ստեփանակերտցիներ, կարծում եմ համոզվեցիք, որ ձեր ապահովության մասին հոգում է քաղաքային իշխանությունը։
Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բնակ շահագործման տնտեսությունը տեղեկացնում է, որ այս պահին մայրաքաղաքում տարվում են բնակարաններում ծխնելույզների մաքրման աշխատանքներ եւ ընկերությունը խնդրում է բոլոր բնակիչներին օժանդակել տարվող աշխատանքներին։ Ողջ տարվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բնակ շահագործման տնտեսության աշխատակիցները շրջում են մայրաքաղաքի բնակարաններով, մաքրում ծխնելույզները։ Ձմռան ամիսներին այդ աշխատանքներն ավելի հաճախ եւ ուշադրությամբ են կատարվում, հատկապես երբ բնական գազից թունավորման դեպքերի աճ է նկատվում մայրաքաղաքում։ Ընկերությունը կլոր տարի համատեղ Արցախ գազ ընկերության հետ իրականացնում է ստուգման եւ մաքրման աշխատանքները։ Դեկտեմբեր-նոյեմբեր ամսվանից սկսված են աշխատանքները Իսակով, Էքիմյան փողոցներում, առիթից օգտվելով ուզում եմ դիմել բնակիչներին աջակցություն ցուցաբերել այս գործընթացը լարժեք տեղին հասցնելու, վերջի հասցնելու նպատակով։ Շմոլ գազից թունավորության դեպքեր է գրանցվել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներում ոստիկանությունից ստացել ենք նամակներ, 7 նամակ, որտեղ պահանջվում է պարզաբանել այս կամ այն հասցեներում ծխնելուզների լարժեք աշխատանքը։ Ստուգման արդյունքում պարզում է, որ մոնտաժման աշխատանքներ է կատարվել բնակարաններում առանց համապատասխան հիմնարկների թույլատվության։ Անցանկալի դեպքերից ու դժբախտ պատահարներից խուսափելու համար պատասխանատու մարմինները խնդրում ու զգուշացնում են բնակիչներին։ Առաջին իսկ կասկածի դեպքում դիմել Արցախ գազի գրասենյակ կամ բնակ շահագործման տնտեսություն, մոնտաժման աշխատանքները կատարել մասնագետների ներկայությամբ եւ օգնությամբ։ Մեր մայրաքաղաքի բնակիչները կարծում եմ հասցրել են նկատել, որ Ստեփանակերտում արդեն զգացվում է ամանորյա շունչը։ Համապատասխան նախորոք մշակած ծրագրի տոնական տեսքի բերման աշխատանքները մեր քաղաքում սկսվել են դեռևս դեկտեմբերի 1-ից եւ դրանք շարունակվում են մինչ այսօր։ Ամանորյա տոնական տրամադրությունը նկատվում է մայրաքաղաքի հատկապես կենտրոնական փողոցներում։ Ասել թե Ստեփանակերտն անճանաչելիորեն փոխվել է տոնական զարդարանքի ներքո, իհարկե չափազանցություն կլիներ, բայց ունեցած ֆինանսների ու հնարավորությունների սահմանում քաղաքապետարանը փորձում է տոնական տրամադրություն հաղորդել քաղաքին։ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից ստեղծվել է ամանորյա միջոցառումների կազմակերպման համար հանձնաժողով, ուրեմն հանձնաժողովի կողմից մշակվել եւ հետագայում քաղաքապետի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, ուրեմն ծրագրի համաձայն արդեն իսկ սկսված են Ստեփանակերտ քաղաքի փողոցների տոնական ձևավորման աշխատանքները, ձեռք եք բերել համապատասխան քանակի լուսային էֆեկտներ, որը այս օրերին տեղադրվում են քաղաքի տարբեր հատվածներում։ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում ունենք պայմանավորություն, այսինքն Երևանի քաղաքապետարանը եւս կաջակցի ամանորյա այդ տոնական ձևավորման աշխատանքներին։ Աջակցությունը կայանում է համապատասխան լուսային էֆեկտների տրամադրման եւ իրենց կողմից այստեղ մարդալիները, որը այդ աշխատանքներին մեզ աջակցելու է։ Քաղաքապետարանի Արցախ էներգոյի մասնագետների հետ համատեղ լուսային էֆեկտներ ենք տեղադրել Արտուր Մկրտչյան, Վազգեն Սարգսյան ազատամարտիկների Մաշտոց փողոցներում։ Զուգահեռ ընթանում են տոնածառների տեղադրման եւ զարդարման աշխատանքները։ Ամանորին անհամբերությամբ սպասում են հատկապես մանուկները։ Ստեփանակերտի փոքրիկ բնակիչներին քաղաքապետարանը անակնկալներ է խոստանում։ Վերածննդի հրապարակի գլխավոր տոնածառն է թարմացել։ Դեկտեմբերի 17-ին տոնական համերգով կկատարվի տոնածառի բացումը։ Հրապարակում ընթացքում են նոր տոնածառի տեղադրման եւ ձևավորման աշխատանքները։ Տոնածառը նոր է, բարձրությունը 16 մետր, էլեկտրական տոնածառ է։ Աշխատանքները պլանավորում ենք ավարտել մինչև դեկտեմբերի 16։ Գլխավոր տոնածառի լույսերի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ժամը 17:00-ին, սպասվում են նույնպես անակնկալներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նախադպրոցական տարիքի երեխաների համար հանդեսներ, երիտասարդության մշակույթի եւ երիտասարդության պալատում կկազմակերպեն այդ հանդեսները մեր փոքրիկների համար եւ յուրաքանչյուրը վերջում կստանա իր նվերը։ Հիմնական միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 31-ին, այդ օրը առավոտվանից զարդարված ավտոմեքենան կշրջի քաղաքի տարբեր
փողոցներով կհնչեն շնորհավորանքներ երեկոյան վերածնդի հրապարակում տեղի կունենա տոնական ամանորյա համերգը, որը վերջում կուղեկցվի հրավառությամբ։ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված պետական մարմիններին, գերատեսչություններին, կազմակերպություններին անկախ սեփականության ձևից առաջարկվել է, որպեսզի իրենք էլ իրենց եւ հարակից տարածքները զարդարեն լուսային էֆեկտներով, որը վերջում ավելի կգեղեցկացնի մեր քաղաքը։ Զարդարվում է նաև Պետաչոկի ավանդական տոնածառ դարձած Եղևնին, որը կարոտախտ է արթնացնում հատկապես հին ստեփանակերտցիների մոտ։ Մի խոսքով, անկախ լույսերի քանակից, զարդարվածության չափից, մեր մայրաքաղաքը պատրաստվում է դիմավորել ամանորը լուսավոր տրամադրությամբ եւ ամենալավի ակնկալիքով։ Քաղաքային իշխանությունները կոչ են անում մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հիմնարկ ձեռնարկություններին, հետաքրքիր գաղափարներով միանալ մեր մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներին։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր փոքրիկ լուման ներդնել Ստեփանակերտն էլ ավելի տոնական դարձնելու համար, այնպես որ մի հապաղեք, շտապեք, միացեք տոնական ձևավորման աշխատանքներին։ Մայրաքաղաք ծրագրի այս թողարկումն այսքանով սպառված է։ Մենք սիրում ենք մեր մայրաքաղաքը տարվա բոլոր եղանակներին, անկախ ամեն ինչից, եւ պատրաստ ենք հոգ տանել նրա մասին։ Կհանդիպենք նորություններով։ Yes, you